Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան նախատեսում է փետրվարի 26-ին հանդիպում ԱՄՆ պաշտոնյաների հետ Ժնևում, որպեսզի քննարկվեն պատերազմից հետո վերականգնման ծրագրերը, ներառյալ տնտեսական բարգավաճման փաթեթը։ Բանակցություններին կմասնակցեն Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Փեսան Ջարեդ Քուշները։ Բացի այդ, մարտի սկզբին նախատեսվում է եռակողմ հանդիպում Ռուսաստանի հետ, որտեղ կքննարկվեն ռազմագերիների փոխանակումն ու ներդրումների հարցերը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, անվանելով այն համատեղ խղճի խայտարակ բիծ։ Նա ընդգծել է, որ քաղաքացիական շրջանակներում զոհերի թիվն անցել է 15,000-ը, այդ թվում ավելի քան 3200 երեխաներ, և վիրավորների թիվը գերազանցում է 41,000-ը։ Նա մտահոգություն է հայտնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուժեղացած հարձակումների կապակցությամբ և կրկին կոչ է արել կրակոցների անվերապահ դադարեցման։ G7 երկրները վերահաստատել են իրենց անշրջելի աջակցությունը Ուկրաինային, ընդգծելով այդ երկրի պետական ամբողջականության և ինքնիշխանության նախկինում նշված արժեքները։ Նրանք հրապարակված համատեղ հայտարարությունում ընդգծել են, որ կայուն խաղաղություն հնարավոր է միայն Ուկրաինայի և Ռուսաստանի անկեղծ բանակցությունների միջոցով, իրատեսական խաղաղ նպատակներով։ Գերակշռող հայտարարությունը ընդգրկում է Եվրոպական միացյալ դերակատարության կարևորությունը այս գործընթացում, համագործակցելով այլոց հետ երկարատև գլոբալ անվտանգության համար։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը այս շաբաթ Ժնևում կհանդիպի ԱՄՆ-ի թիմին։ Նախագահը ընդգծել է, որ այս հանդիպումը նախատեսվում է ոչ միայն Ուկրաինայի վերականգնման նոր ծրագրեր քննարկելու, այլև ռազմագերիների փոխանակման բանակցությունները առաջ մղելու համար։ Նա նշել է, որ հանդիպումը պետք է նոր շունչ տա մարտավարական բանակցություններին, նախապատրաստելով առաջիկա եռակողմ հանդիպումը։ Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ վերլուծում է անհրաժեշտ քայլերը Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր ռազմական հակամարտության դեպքում։ Անկարան զբաղվում է մի շարք դիվանագիտական և ռազմավարական միջոցառումներով, ապահովելու տարածաշրջանի կայունությունը։ Նախարարության գնահատմամբ հնարավոր հակամարտությունը կարող է ազդել ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական և էներգետիկ անվտանգությանը։ Թուրքիայի նպատակն է նվազեցնել ռիսկերը և ապահովել տարածաշրջանային խաղաղությունը, կանխելով անկանխատեսելի միջադեպերը։ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հաստատել է, որ ստիպված է եղել տարհանվել պաշտոնական նստավայրից պայթուցիկ սարքի սպառնալիքի պատճառով, որը կապված է արգելված չինական պարային խմբի հետ։ Նա ընդգծել է, որ չնայած սպառնալիքին իր աշխատանքը կշարունակի և կոչ է արել հանրությանը պահպանել հանդարտություն։ Կառավարությունը հայտարարել է, ավելացրել է անվտանգության միջոցները, պաշտպանելու բարձրագույն պետական պաշտոնյաներին և քաղաքացիական բնակչությանը։ Այս շաբաթ նախատեսվում է մի շարք կարևոր ռազմաքաղաքական բանակցություններ, որոնց կմասնակցեն տարբեր երկրների զինված ուժերի և անվտանգության կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Քննարկումների առանցքում կլինի համաշխարհային անվտանգության ներկայիս իրավիճակը և աճող աշխարհաքաղաքական լարվածությունները։ Մասնավորապես նախատեսվում է անդրադառնալ նոր ռազմավարական նախաձեռնություններին, այդ թվում եվրոպական համատեղ պաշտպանական կարողությունների ուժեղացմանն ու գործընկերային կապերի խորացմանը։ Կողմերը կքննարկեն նաև երկարաժամկետ կայունության ապահովման մեխանիզմներ, համադրելով ռազմական և դիվանագիտական գործիքները։ Ռուսաստանը հանդես է եկել հայտարարությամբ, նախազգուշացնելով միջուկային տերությունների միջև անմիջական բախման հնարավոր ռիսկերի մասին։ Արտգործնախարարությունը ընդգծել է, որ վերջին շրջանում Ուկրաինայի և նրա արևմտյան դաշնակիցների գործողությունները կարող են հանգեցնել աղետալի հետևանքների։ Ռուսաստանյան հայտարարությունը համընկել է մի շարք ռազմաքաղաքական քայլերի հետ, որոնք դիտվում են որպես հակամարտության խորացման ազդակներ։ Նշվում է, որ լարվածությունը մեծանում է միջազգային միջուկային անվտանգության բևեռների միջև։ Համատեղ հրապարակված նոր հաշվարկի համաձայն Համաշխարհային բանկը, Եվրոպական հանձնաժողովը և Ուկրաինայի կառավարությունը հայտնել են, որ երկրի առաջիկա 10 տարիների վերականգնման և վերաշինության ընդհանուր ծախսը գնահատվում է շուրջ $588 միլիարդ։ Նշվում է, որ այս ցուցանիշը մոտ 12%-ով գերազանցում է նախորդ գնահատականը, պայմանավորված պատերազմի շարունակական ազդեցությամբ ենթակառուցվածքների, էներգետիկ համակարգի և բնակարանային ֆոնդի վրա։ Զեկույցում ընդգծվում է, որ
որ երկրի համախառն ներքին արդյունքը պատերազմի հետևանքով նվազել է մոտ 21%-ով, ինչը լուրջ հարված է հասցրել տնտեսությանը։ Մի շարք տարածաշրջանային պետություններ ակտիվացրել են դիվանագիտական շփումները Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին։ Արտաքին գործերի նախարարությունների մակարդակով անցկացված խորհրդակցություններում քննարկվել են անվտանգության ռիսկերը եւ հնարավոր ռազմական բախումների կանխարգելման մեխանիզմները։ Կողմերը վերահաստատել են, որ առաջնահերթությունը պետք է լինի քաղաքական երկխոսությունը եւ հակամարտությունների խաղաղ կարգավորումը։ Քննարկումների ընթացքում ընդգծվել է նաեւ էներգետիկ ուղիների անվտանգության ապահովման կարևորությունը, քանի որ ցանկացած սրում կարող է ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա։